Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է, մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. ԱԺ ապագա խոսնակ Ռուբեն Ռուբինյանը դեռ չի ընտրվել, սակայն Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքում։ Նրանք լսել են, որ Ռուբինյանն իր մարդկանց է բերելու, ուստի որոշել են ինքնակամ գնալ։ 3 անգամ աշխատակազմի ապագա ղեկավարի անունն էր շրջանառվում։ Ալեն Սիմոնյանի ընկերոջը Դավիթ Առաքելյանին կփոխարինի Ռուբեն Ռուբինյանի ընկերը Արման Բարխուդարյանը, որը նրա խորհրդականն է, Երևանի ավականու անդամ, Մալացիայի նախկին թաղապետ։ Նրա նկատմամբ ժամանակին քրեական գործ կար յուրացումների մեղադրանք։ Բարխուդարյանին հարցրինք, հավաստի են այդ լուրերը։ Նա նախ փորձեց պարզել, ով է նման տեղեկություն տարածել, ապա չպատասխանեց հարցին։ Նա Ռուբինյանի կնոջ հետ իջնում էր ԱԺ բուֆետ, տիկինը ձայն տվեց, արի։ Հրապարակ թերթը գրում է. Թեպետ ամիսներ առաջ ԿՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում, ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից։ Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պետք է մենք այսքան թուքում ուտենք, տանջվենք, նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի։ Ինքն էլ է հասկացել, որ ոչ Վահագն Ալեքսանյանն կարող է լինել, ոչ Արթուր Հովհաննիսյան կամ Ռուբինյան, եւ խնդրել է իրեն թողնել գործադիրում թեկուզ ոչ բարձր պաշտոնի։ Բայց ԿՊ-ում խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես խմբակցության ղեկավարի, որը կարծում են ավելի բարձր ստատուս ունի, քան ԱԺ փոխնախագահը։ Հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի, որքան էլ նա Փաշինյանի ֆինանսներին է տնօրինել եւ նրա աչքն ու ականջն է ԿՊ-ում, սակայն չի ձգում խմբակցության ղեկավարի կարգավիճակին, ոչ քաղաքական միտք ունի, ոչ շշպռելու հմտություն։ Ենթադրում են, որ Փաշինյանը որոշել է կամակատար դնել, որ անձամբ ղեկավարի ֆրակցիան։ Գիտեք, հաճախ ես Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի ներկա դրությունը համեմատում եմ 2016-17 թվականի հանրապետականի հետ, եթե հիշում եք այն ժամանակ էլ 16 թվականից սկսած Սերժ Սարգսյանը հնարավոր բոլոր պաշտոններում դնում էր ոչ թե այդ պաշտոնին արժանի որևէ մեկին, այլ իր համար կամակատար որևէ մեկին, այսինքն ըստ էության ինքն էր այդ պաշտոնը զբաղեցնում եւ միայն տեղապահներ էր նշանակում, նաեւ այդպես եղավ ԱԱՑ-ի դեպքում, այդպես եղավ Պաշտպանության նախարարի դեպքում եւ մյուս բոլոր կարևորագույն պաշտոնների դեպքում։ 3 իրավապահները խուզարկություն իրականացրեցին Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր գնդապետ Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո ձերբակալեցին նրան։ Ուշ երեկոյան նրա խափանման միջոցի հարցը պետք է քններ անմռունչ կալանքներ տվող դատավոր Մասիս Մելքոնյանը։ Քննչական կոմիտեն հայտնեց, թե նրա նկատմամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ է նախաձեռնվել քրեական վարույթը։ Նրանից բացի եւս մեկ ձերբակալված կա։ Որոշ տեղեկություններով ճանապարհ անցած զինվորականն իրավապահների ուշադրության տիրույթում է հայտնվել այն պատճառով, որ կինն ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ ազգակցական կապ ունի եւ գնդապետն էլ չի կատարել ՊՆ ղեկավարության քաղաքական հրահանգներն ընտրություններից առաջ, ավելին իբրև թե արտահոսք է կազմակերպել զորքին իջեցված մի ներքին հրահանգի մասին։ Քննչական կոմիտեն հաղորդագրությունում նշված է. հանդիսանալով հանդիսանալով ՀՊՆ համար զորամասի հրամանատար կոչումով գնդապետ չունենալով պետական գաղտնիք պարունակող համապատասխան տեղեկատվությունը ծանոթանալու իրավունք, ՀՀՊՆ-ն զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը ծանոթանալու իրավունք ունեցող ՌՋ-ին դրդել է հրապարակել պետական գաղտնիք պարունակող տեղեկություն, այնուհետև հրապարակել է իր կողմից ապօրինի եղանակով ձեռք բերված հիշյալ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի իրազեկ աղբյուրները իշխանության կուլիսներից փոխանցում են, որ իշխանական թիմում սպասվում է հերթական կադրային փոփոխությունը։ Մեր տեղեկություններով ԿՊ-ում արդեն ներքին քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի ազգային ժողովի պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այլևս չի շարունակի պաշտոնավարել այդ պաշտոնում։ Իշխանության ներսում ըստ մեր աղբյուրների որոշել են նրան ազատել հանձնաժողովի նախագահի պաշտոնի պարտականություններից։ Քոչարյանը ստիպված կլինի բավարարվել իշխող խմբակցության շարքային պատգամավորի կարգավիճակով։
Նույն աղբյուրների փոխանցմամբ Անդրանիկ Քոչարյանի փոխարեն իշխանությունը դիտարկում է ԿՊ վարչության անդամ նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանի թեկնածությունը։ Վերջինս ըստ մեր տեղեկությունների իշխանության ներսում արդեն ստացել է քաղաքական աջակցությունը եւ համարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդը։ Եթե հիշում եք, նախորդ տարի ԿՊ-ի ներսում Անդրանիկ Քոչարյանի դեմ լուրջ խմորումներ կային եւ իր պաշտոնազրկման հարցներ դրված, այսպես առաջամարտիկ էին Տիգրան Ավինյանը, Ալեն Սիմոնյանը, այլ պետական չինովնիկներ եւ ազգային ժողովի падգամավորներ, ի վերջո բանը հասավ նրան, որ չկարողացան հեռացնել Անդրանիկ Քոչարյանին, որտեղ Անդրանիկ Քոչարյանն էլ մամուլի միջոցով շանտաժներ այսպես փոխանցեց ԿՊ-ին եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, եւ ըստ էության Փաշինյանն հասկանալով, որ ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, որոշեցին այս ճանապարհով ազատվել նրանից, բայց այն, որ մենք այն ժամանակ էլ արձանագրել էինք, որ իր գործողություններն անպատիժ չի մնալու, փաստվում է հիմա արդեն։ Հրապարակ թերթը գրում է. այսօր հուլիսի 3-ին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում դատավորների էթիկա եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի 3 անդամի ընտրությունն է։ Մինչ օրենքում փոփոխությունները հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամից, բայց քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացրին 3-ով 5-6 հարաբերակցությամբ։ Թափուր 3 տեղի համար 7 թեկնածու է առաջադրվել։ Դատավոր Արմինե Թումասյանը, Վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, Արթուր Սաքունցը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, Transparency International հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը, Իրավունքի Եվրոպա ՀԿ-ից եւ Women Արտակ Մկրտչյան։ Այսօրվա ընտրություններից հաշված օրեր առաջ պարզվում է հանրայինը կանչել է Լուսինե Հակոբյանին եւ հարցազրույց վարել, որում թեկնածուն չի շրջանցել նաեւ դատավորների էթիկա եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի թեման։ Ինչպես տեսնում եք, սորոսականները եւ այլ արևմտյան շրջանակներ ներթափանցում են նաեւ պետական համակարգերը այս ճանապարհով, այնպես որ դեռ կարելի է նրանց այլ ոլորտներում եւ այլ դիրքերում եւս տեսնել։ Արթուր Սաքունցը ըստ էության որոշել է պետական նաև համակարգում որևէ կարգավիճակ ունենալ այս տեսքով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. նախորդին վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի որոշումներով աշխատանքից ազատվեցին ԿԳՄՍ նախարարության 2 տեղակալները, բայց նախարարի մասով հայտնի է, որ վերանշանակվելու է։ Այս առիթով օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ունեցված եւ ֆինանսական միջոցներ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 2025 թվականի հայտարարագրի համաձայն Անդրեասյանը ունի 2 բնակարան, դրանցից մեկը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւ գնման միջոցով ձեռք է բերվել դեռևս 1994 թվականին, իսկ մյուսը Երևան Քանաքեր Զեյթուն վարչական շրջանում է եւ գնվել է 2011 թվականին։ Նախարարը շարունակում է ունենալ նաև 2022 թվականի արտադրության Honda Magnich ավտոմեքենա, որը գնել է 2022 թվականին։ 2025 թվականին նախարարն իրականացրել է նաև խոշոր ֆինանսական գործարք 30 միլիոն դրամի անտոկոս փոխառություն տրամադրելով Արտակ Անդրեասյանին։ Միաժամանակ ամբողջությամբ մարվել է Կոնվերս բանկում ունեցած 14% տոկոսադրույքով վարկը, որի մարմանն ուղղվել է 5 միլիոն 452 հազար 460 դրամ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս օրերին գտնվում է Թուրքիայում, մինչդեռ նախարարությունում շարունակում են քննարկել սպասվող կադրային փոփոխությունները։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո հայտարարել է, թե նախարարների փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն վերադաս օղակներից ներքև կադրային վերադասավորումներ անպայման կլինեն։ Այդ հայտարարությունից հետո արդեն մեկնարկել են փոփոխությունները։ Նախորդին հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարության 2 փոխնախարարներ հրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին, եւ ըստ ամենայնի նույն գործընթացը սպասվում է նաեւ առողջապահության նախարարությունում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ռուսական կողմից արդեն շուրջ 2 ամիս շարունակվող տնտեսական ճնշումների եւ սահմանափակումների ֆոնին շարունակում է օրակարգային մնալ Հայաստան մատակարարվող բնական գազի հարցը։ Առավել եւս այն բանից հետո, երբ ռուսական կողմից հնչեցին զգուշացումներ, որ որոշակի զարգացումների պարագայում չի բացառվում նույնիսկ Հայաստան գազամատակարարման ամբողջական դադարեցումը։
Երեկ ԵՄ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապաշրջափակման համատեքստում տրանսպորտային կապակցության խթանմանը զուգահեռ կարևորում են նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնում, այդ թվում հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի եւ կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանանչ անցմանը։ Այս լարված իրավիճակում Օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը որոշել է ստուգումներ սկսել Գազպրոմ Արմենիա ՓԲ-ում, մասնավորապես ընկերությունում մոնիթորինգ է իրականացվում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Երեկ առաջ օրը կարծեմ նաև նիստ տեղի ունեցավ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում եւ հանձնաժողովը իր նախաձեռնությամբ որոշում կայացրեց, որ մինչեւ հունվարի 1-ը Գազպրոմ Արմենիան գազը չի կարող թանկացնել։ Իհարկե, սա նման է գեղական շուստրիության, որ իրենք առաջ են ընկնում, Գազպրոմ Արմենիայի փոխարեն որոշում են, որ սակագինը չի թանկանալու, բայց եթե ռուսական պետությունը որոշի գնալ որոշակի պատժիչ գործողությունների, ապա հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները դժվար թե դրա վրա ազդեն, դժվար թե իրենց հետաքրքրի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է մինչև հունվարի 1-ը չի թանկանալու գազը, թե թանկանալու է։ Ուղղակի անհրաժեշտության դեպքում կարող են գազ դադարել գազ մատակարարել, թող գինը չբարձրանա, բայց եթե գազ չկա, ինչ է լինելու, դա արդեն այլ հարց է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է падգամավորական մանդատից, մեկնելով հանգստի։ Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, չեմ վերցնի մանդատը, չեմ գա ազգային ժողով, կա կուսակցություն, կա վարչություն եւ ես ենթարկվում եմ վարչության որոշմանը։ Վարչապետի հետ հետագա քայլերը չեմ քննարկել, բայց ինձ առանց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ չեմ պատկերացնում։ Ես իմ խնդրանքով որոշել եմ հանգստանալ, հայտարարեց Ալեն Սիմոնյանը։ Նա թեև ակնհայտորեն նեղացած է թիմակիցներից, ամեն դեպքում այնպիսի միտք էլ հայտնեց, որ եթե վարչապետն ասի մի տարի ոչինչ մի արա, ես այդպես էլ կանեմ, ամենայն հավանականությամբ խաղի կանոնները այդպիսին են, խոստովանեց ԱԺ դեռևս նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ժողովուրդ օրաթերթի ԿՊ-ական աղբյուրները պարզաբանում են, որ պատճառը բավականին պարզ է, քանի դեռ նա ԱԺ նախագահ էր, ԿՊ-ում գրեթե ոչ ոք չէր համարձակվում բացահայտ դեմ դուրս գալ նրան կամ որևէ դեմոնստրատիվ քայլ անել, բացառությամբ Հայկ Սարգսյանի, որին Ալեն Սիմոնյանը հաղթեց եւ կարողացավ դուրս թողնել գործընթացներից։ Մյուս ԿՊ-ականները ըստ այդ գնահատականների պարզապես հարմար պահի էին սպասում Ալեն Սիմոնյանից եւ նրա փոքրաթիվ թիմից յուրօրինակ վրեժ լուծելու համար։ Խոսվում է, որ падգամավորներից մինչև օգտականներ տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով նեղացած են եղել Ալեն Սիմոնյանի թիմակիցներից եւ այդ դժգոհությունները ժամանակի ընթացքում կուտակվել են։ Падգամավորներ կան, որ 5 տարվա ընթացքում երբեք որևէ գործուղման չեն գնացել, բայց Ալեն Սիմոնյանի նախկին օգտական Հասմիկ Հակոբյանն ամենուր եղել է ԱԺ նախագահի կողքին։ Հետաքրքիր է, գիտեք, մի դրվագի վրա է ուշադրություն դարձրել, ուրեմն Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ընկերն է, Միքայել հետ է լինելու Նիկոլ Փաշինյանից, Փաշինյանն ինչ ասի անելու է։ Ես հիշեցնեմ, որ 2018 թվականին Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ Հայկ Մարությանը իր ընկերն է, որ ինքը շատ ուրախ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է Հայկ Մարությանը, որ նրանք աջակցում են իրար եւ իրենց ընկերությունը անդավաճան է։ Հետո գիտեք, ինչ տեղի ունեցավ։ 2019-ին Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, որ Արթուր Վանեցյանն է իր ընկերը եւ որ դրանք մանկության ընկերներ են, հնարավոր չէ իրենց միջով սև կատու անցնի։ Հետո էլի տեսանք ինչ տեղի ունեցավ Վանեցյան եւ Ալեն Սիմոնյանի միջև։ Հիմա ինքը հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն է իր ընկերը, այնպես որ կարելի է ենթադրել, թե կարճ ժամանակ հետո ինչպիսի տեքստեր կարող ենք լսել Ալեն Սիմոնյանից Նիկոլ Փաշինյանի մասին եւ Նիկոլ Փաշինյանից Ալեն Սիմոնյանի մասին։ Լավ մնացեք, կհանդիպենք եկող շաբաթ։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։
Travel with M 095 89 20 48